Բարև ձեզ, հարգելիներս։ Այսօր նայեք կխոսանք Կարեն Դեմիրճյանից, Ջոն Քենեդիից, Դավիթ Համբարձումյանից, Սերժ Սարգսյանից ու Ռոբերտ Քոչարյանից։ Այսօր անսովոր կլինի մի տեսակ, սա ավելի մտավորական զրույց կլինի, սա ավելի ինտելեկտուալ։ Կխոսանք նայեք մարդկանց մեդինի պերսոնաներից։ Այն հիմարները կարող են միանգամից հեռանան, սա իրանց խելքի բանը չի։ Եվ այստեղ կգտնենք պատասխանը, էլի ես որ գտել եմ։ Ինչու՞ն է բաղկանում հայ ժողովրդի սերը այդ ձևի Կարեն Դեմիրճյանի նկատմամբ։ Եվ որ նա ընդհանուրը Կարեն Դեմիրճյանի եւ Քենեդիի։ Ոչ միայն մահը, ոչ բնական ճանապարհով, էլի, բայց ինչու այդ երկու մարդը սենց անմահացան։ Հենց որ սենց էլի ասեմ, ներող եղեք ես ռուսերեն տերմիններ կօգտագործեմ, պարզապես հայերեն թարգմանությունը չեմ հանել ու ժամանակ էլ չունեմ, իմ ավելի շատ կրթություն, գրականություն, ես ռուսերեն եմ ուսումնասիրել։ Դրա համար կխոսանք այսօր մեդինի մարդկանց մասին, էլի, որ մեր քաղաքական դաշտին կարծես ընդհանրապես ծանոթ չի։ Ես այս թեման որոշեցի բացեմ ու ձայնագրեմ այն բանից հետո, երբ Դավիթ Համբարձումյանի Սերժ Սարգսյանը հանրապետականը որոշեց վարչապետի թեկնածու առաջադրել, էլի։ Մի մարդ ում դեմքին նայում ես արդեն անտիպատիա է ազգում, էլի մարդ։ Ես իր նկատմամբ ոչինչ չունեմ, հասկանում եք։ Իմ դեմքն էլ մի սենց կտավ չի, էլի շեդևր։ Բայց նրա դեմքին նայում ես ոնց որ սքո սրահի բան լինի, մենեջեր, հասկանում եք, որ սև ժապավենը կապի թևին օղորմի անցավորներին եւ ընդունի սքո սրահ մարդկանց, էլի սենց քելեխի սրահ, էլի, որ պրոֆեսիոնալ քելեխ տվող լինի։ Դեմքը արդեն հասկանում եք միդինի չի, մարդը Այսեք յուրաքանչյուր ապրանք, որ առնում ես, սկզբում փաթեթավորում ես նայում, հետո մեջը։ Ու եկեք հիմա սա թողնենք Դավիթին հիմա մի կողմ ու անցնենք Կարեն Դեմիրճյանին եւ Ջոն Քենեդիին։ Սա մի տեսակ կարող է լեկցիա լինի, լեկցիայի պես էլի, որտեվ տեսեք Քենեդին առաջին մարդն էր, որ հաղթեց ընտրություններ, լինելով միդինի։ Տեսեք, նա չուներ ոչ մի մեծ ինտելեկտ, սենց ասած, էլի հարցազրույցների ժամանակ Նիքսոնի հետ։ Նիքսոն ավելի փորձառու էր, նա արդեն քաղաքականության մեջ եղել էր երկար ժամանակ։ Բայց ընտրությունները հաղթեց բանը, Քենեդին։ Ու դա դարձավ առաջի դեպքն էր, հասկանում եք, երբ ժողովուրդը ընտրության գնաց սիմպաթիայով։ Քենեդի նույն կերպարի շուրջ ես լուսանկարներ կդնեմ, կտեսնեք։ Նույն Նիքսոնը նայվում էր շատ անշուք, հասկանում եք։ Գեղեցիկ չէր նայվում գունավոր հեռուստացույցի էկրանից։ Հենց դա հեռուստատեսության ժամանակաշրջանն էր, որ նոր էր սկսում զարգանալ։ Եվ տեսեք, այստեղ Քենեդիի ֆենոմենը ինչու՞մ էր, որ նա իրան ցուցադրեց տեսախցիկի առաջ։ Ոնց են ասում են, տեսախցիկը ժպտաց Քենեդիին։ Ժպտաց, պարզապես, մարդիկ նայեցին ու հաճույք ստացան։ Մարդու կերպարից։ Եվ դա էր իր հաղթանակի բանը, գաղտնիքը։ Ու դրանից հետո արդեն վերլուծաբաններ հասկացան, որ հեռուստատեսությունը դա արդեն նոր տեխնոլոգիա է, որ մտնում է, էլի մարդկանց տներ։ Եվ մարդ պետք է լինի հեռուստացույցում նայվող։ Տես հեռախոսի մեջից, հիմա դա կապ չունի, էլի, համակարգչի։ Բայց միջև այդ մարդիկ ռադիոից էին օգտվում, լսում էին մենակ, չէին նայում։ Ու Քենեդիի հաղթանակը եղավ պարզապես իր սիմպաթիչնի լինելու համար։ Դրա համար հետո արդեն քաղաքականության մեջ սկսեցին օգտագործել կուսակցությունները ու ուժերը հետևել մարդու կերպարին։ Դրա համար հետո եկավ նույն Ռոնալդ Ռեյգանը, վեսթերնի էկրաններից իջած մարդ,
ով դերասան էր եղել, սիրված ամերիկյան, եւս հետո հաղթեց ընտրություններ, այդ ընտրական այդ բանը որ կա, մեքենան էլի այդ մշակույթը, հասկացավ մի բան, բացի ծրագրից մարդը պետք է լինի մեդինի, ու այսօր ես որոշեցի այս թեման ձայնագրեմ, որտեվ հայկական դաշտում մեդինի եղել է բանը Կարեն Դեմիրճյանը, ես շատ եմ մտածել, օրինակ Կարեն Դեմիրճյանը իրականում նա ոչինչ չի արել, նա ավարտել է Քոչինյանի եւ Զարուբյանի սկսած աշխատանքը, այդ բոլոր շինարարությունները որ կային ահռելի էլի, որ սովետական միությունը Հայաստանում անում էր, էլի դրանց հիմքը դրվել էր դեռևս նախորդների ժամանակ, Զարուբյան եւ Քոչինյան, նայեք, Քոչինյանը ամենաբարդ գործը արեց մետրոն ստեղծելու համար, հասավ Կրեմլ, քանդեց, ծեծեց դռները, կարողացավ համոզել, որ Երևանում սկսեն սարքել գոնե ստորգետնյա տրամվայ, որտեղ Երևանի բնակչությունը այդքան մեծ չէր, եւ Մոսկվան չէր տալիս այդ թույլտվությունը, պետք է դու միլիոնանոց քաղաք լիներ, որ մետրո թույլատրին, բայց մարդը դրան հասավ, գյուղերից բերեց, պտտեց, ինչ արեց, մարդահամարները ասենց կարողացավ էլի նկարել եւ ստանալ այդ թույլտվությունը մետրոյի։ Նույն ինքը ատոմակայանի հիմքերը դրեց, հասկանում եք, Զարուբյանը այդ Արփասեվանը սկսեցին փորել, այդ մեծ պրոյեկտները, գործարաններ, արդյունաբերություն, նրանց օրոք սկսվեց այդ բումը, բայց ժողովուրդը սիրում է Կարեն Դեմիրճյանին, որտեվ եթե լուսանկարները նայենք նրանց, պարզ է, Կարեն Դեմիրճյանը ավելի համակրելի եւ տեսք ունի, բայց երկրորդը ամենակարևորը, Հայաստանում սկսեց հեռարձակվել հեռուստատեսությունը, նայեք, Կարեն Դեմիրճյանի սիրո գաղտնիքը, որ ժողովուրդը սիրում է, դա նրա ժառանգությունը չի, տեսեք, նա ժառանգություն ինչ-որ չի թողել, դա սովետական միությունն է թողել այդ ժառանգությունը, ինչպես եւ մյուս բոլոր 15 հանրապետություններում եւ նրանց մայրաքաղաքներում, նրա գաղտնիքը, որ մարդիկ սիրեցին, նրա կերպարի մեջ էր, դուք տեսեք, իր հասակով տղամարդ էր, նայվող, սիմպաթիչնի սենց ասած, դուք տեսեք, նույն այս լուսանկարներում, ինքը ավելի հաղթանդամ է նայվում մնացածի ֆոնի վրա, ու ժողովուրդը առաջի անգամ հեռավոր գյուղերում, բան էլի, տարբեր Հայաստանի, հեռուստացույցի էկրանից տեսավ թագավոր, հասկանում եք, մեր ազգն էլ անընդհատ թագավորի մասին սենց էլի առաջնորդի սենց մի ուրիշ զգացումներ ունի էլի, օրինակ եթե եվրոպական երկրում թագավոր ասեն, դա վիրավորանք կլինի էլի, բայց մեր ժողովրդի մեջ թագավորը դա մի երազանք է, իրանց մոտ թագավորը ասոցացվում է ճիվաղի հետ էլի, որտեղ իրանց թագավորները մեկը մեկից ճիվաղ են եղել Եվրոպայում, նույն վերցնենք, իսկ մեզ մոտ տեսանք Կարեն Դեմիրճյան, այդ սիրո գաղտնիքը, ես մի անգամ հաղորդում ունեի, որ ասեցի շարունակություն կլինի ու մոռացա, հենց հեռուստացույցի մեջ էր, Կարեն Դեմիրճյանը առաջին հայ մեդիայնի կերպարն էր, ում ժողովուրդը պարզապես սիրեց, նրա կերպարը, նրա փաթեթավորումը, ու հիմա, որ շատ անգամ մարդկանց ասում ես, ինչի համար եք սիրում, տեսեք, ոչ մեկ չի պատասխանում, ասում է համալիր է սարքել, ես ասում եմ համալիրի պես մարզահամերգային կոմպլեքսներ սովետական միության բոլոր քաղաքներում սարքվել է, այնպես չի, որ նա իր պապական փողերով է սարքել, ասում եմ համալիրում նույնիսկ սառցադաշտ կա, էլի, որ հոկեյ խաղան, դա Բրեժնևի հրամանն է եղել այդ, երբ սովետական սպորտը գրավում էր համաշխարհային բարձունքներ, օլիմպիադա անցկացվեց, այնտեղ հոկեյ, բասկետբոլ, Խարլամովը կարծեմ հոկեյում, կանադացիքի հետ, դա ժամանակն էր թելադրում, այլ ոչ թե Կարեն Դեմիրճյանի ցանկությունն էր, բայց մարդիկ տեսեք, այդ ամենը չեն նայում են մարդու կերպարին, երբ որ նույն խելացի մտավորականները մեր մոտ գիտեն, որ Կարեն Դեմիրճյանը հայկական կաշառակերության մաստադոնտներից է եղել, այն հիմնադիրներից, այն ժամանակաշրջան,
Գիտեք ոնց, այն որ կար բան է, երջանկության մեխանիկա ֆիլմը, տեսեք, մեր ֆիլմերում կա այդ ժամանակաշրջանը։ Այդ հղբացած իշխանավորները, հասկանում եք, անպատիժ, որ այդ կնոջը պարզապես բնակարան էր հասնում, էլի պայմանների բարելավում, բայց նա սեռական առաջարկ արեց ռեստորանում։ Այ դա հենց Կարեն Դեմիրճյանի ժամանակվա իշխանությունն էր։ Կարեն Դեմիրճյանի, հենց որ ասես Կարեն Դեմիրճյանի իշխանությունը մի հրաշք է եղել, ոչ։ Համալսարանները, բուհերում կաշառակերություն, այդ էլիտա տվող բուհերը, որ կային համալսարան, ժող, բան, պոլիտեխնիկ, առանց փողի ոչ ոք չէր ընդունվի ծանոթի։ Համալսարանը ընդհանրապես ու ժողը, դա սովորական մարդու տեղ չէր։ Դա ինձ իր ժամանակ է սկսվել։ Ես հերոչը գրամ նույն բանը, ֆիլմ կա, Մենավոր ընկուզենին, ֆիլմ, որ պարզապես դա մեր հայկական կինոյի ամենահռչակավոր ֆիլմն է իմ համար, Մենավոր ընկուզենին, ինչքան նայում ես, դա մի ոնց որ պրարոչիսկի ֆիլմ լինի, էլի, անընդհատ մի բան գտնում ես, որ դա ոնց որ այդ ռեժիսորը դրել է մեր հայ ազգի պատմությունը այսօրվա օրն էլ հետը, այդ լաքասիրակ կերպարները, որ այդ ֆիլմում կա, հասկանում եք, դա հենց Կարեն Դեմիրճյանի ժամանակն է եղել։ Ինչպես եւ բանը, հենց այդ Արմեն Ջիգարխանյանը, որ այնտեղ ֆիլմի մեջ դիմում է, ասում է այդ նոր ցեկայի քարտուղարին, բա ինչի են բոզի ծնունդ լաքասիրակին սարքեցիր կուսակցական այդ ձևի տոնով։ Ու հենց այդ բառերով, նայեք, ես ինձանից չեմ հորինում։ Լսի Ռազմիկ, դու կուսակցական չես։ Ես։ Ահա։ Բա դու կուսակցական ես։ Հա։ Բա որ կուսակցական ես։ Են բոզի ծնունդ լաքասիրակին ու իրա գող տղուն ինչի ես կոմունիստ դարձրել։ Հա։ Պա։ Հա։ Դե արի գնանք, է։ Այդ բառերը ուղղված էին ռեժիսորի կողմից, հենց Կարեն Դեմիրճյանին։ Այդ ֆիլմը այդ Կարեն Դեմիրճյանի ժամանակ է նկարվել, երբ որ ինքը դեռևս քարտուղար էր։ Երբ որ երկրում ամենտեղ այդ հղբացած կուսակցականներն էին տիրում։ Բայց նայեք, մարդիկ մտածում են աչքերով։ Այս ամբողջը չեն վերլուծում, նույն Կարեն Դեմիրճյանի կերպարում։ Սիրում են նրա տեսակը, գեղեցիկ էր նա։ Նայվող էր, նայվող հաղթանդամ տղամարդ, հայկական այդ միջավայրի մեջ էլի, տեսակ լուսանկարներում, նա բոլորից մի գլուխ բարձր է եղել, տեսքով։ Ինչպես եւ Քենեդի։ Դրա համար Քենեդին էլ, իր կնոջը, նրանք լրիվ ուրիշ տեսակ են, էլի, մարդիկ սիրեցին։ Թե չէ, որ վերցնեք նույն Քենեդիի ժառանգությունը, իմանես չլինի, որ ես մեր հայ ժողովրդի մի քիչ ինքնագնահատականը բարձրացնեմ։ Քենեդին էլ ոչ մի լավ բան չի արել։ Քենեդիի ժամանակ Ամերիկան պարտվեց, կարևոր է, տիեզերական բան է մրցույթը, գոնկա za կոսմոս։ Գագարինը թռավ, Ամերիկան հետ մնաց։ Հասկանում եք, պարտություն։ Քենեդիի օրոք սկսվեց Եվրոպայում կառուցվել այդ Պարիս, Գերմանիայի միջև, էլի այդ պատը սրացումներ տեղի ունեցան։ Նույն բանը այդ Կարիբյան ճգնաժամը, որ ամերիկյան էլիտան մեղադրեց Քենեդին, որ ինքը պարտվեց սովետական միության, էլի։ Զինվորականները պատերազմ են ուզում, ատոմային հարված։ Դե դա ճիշտ չի, դա ամենաճիշտ որոշումն էր, էլի, բայց իրանց էլիտայի միջև ասում են Քենեդին պարտվեց Խրուշչովին։ Հենց որ իրա մոտ բանը սեքսուալ սկանդալները, տեսեք, մենք մեր հոգևորականների վրա ենք զարմանում, էլի, սեռականցից, բայց Քենեդին մտել էր շոու բիզնես, այնտեղ։ Ասում են Մերլին Մոնրոյից բռնած, բանով վերջացրած, Օդրի Հոբորն, տեսեք, այլասերված կյանք հավարել։ Բայց մարդիկ դրա վրա էլ են աչք փակել, հասկանում եք։ Այստեղ է, երբ որ մարդու թողած ժառանգությունը ձևավորվում է իր կերպարի մեջ, այլ ոչ թե աշխատանքների։
Նույն բանը Միացյալ Նահանգներում այդ արմիությունների այդ բանը, որ մաֆիան ներթափանցեց արմիություններ, հայտարարակ պատմություններ կային էլ այդ մեծ քաղաքներում, էլ այդ պրավսայուզների հետ կապված։ Դրա համար Քենեդի օրոք ինչ որ մի հրաշքներ ինքը չի արել։ Ինքը նույնիսկ այդ նույն Վիետնամի պատերազմը, որ կարող էր կանգնացնել, չի կանգնացրել, նոր էր սկսված եղել, էլի։ Բայց մարդիկ սիրում են։ Որտեւ միջինի են, այսա է կարևորը, ես հիմա ինչի եմ գնում, որ հանրապետականը ընտրել է Դավիթ, ինչ էր անունը, Համբարձումյան։ Իսկ էլ մարդ չկա Հայաստանում։ Այսա է իմ այսօրվա այս հաղորդումը, որ մարդ պետք է լինի միջինի, էլի մեր քաղաքական դաշտին, որ երբ որ ընտրում եք ինչ-որ մի տեխնացուների, տեսեք, մի հատ այդ մարդկանց սփաթին նայեք, տեսեք, նայվում են արդյոք, թե ոչ։ Հասկանում եք, թե նրանք տեսախցիկը նրանց ժպտում է, թե ոչ։ Դրա համար մեր օրինակ ժողովուրդը իր ամբողջ բջիջներով զզվում էր Սերժ Սարգսյանից։ Սերժ Սարգսյանը նույնիսկ տեսախցիկի մեջից անտիպաթիա էր արտնասնում մարդկանց մոտ։ Ասեք, մարդ կարող է շատ լավը լինի, բայց պարզապես իր դիմագծեր, իր ֆիզիոգնոմիկան, էլի, անտիպաթիա արտնասնել։ Բացական ինչ-որ մի բան, էլի։ Այս Սերժ Սարգսյանի մոտ դա կար լիովին։ Դրա համար, տեսեք, Սերժ Սարգսյանի պես հայ ժողովուրդը ոչ մեկից չի զզվել։ Զզվել, ատել, հասկանում եք, ոնց ասեմ, ամենա ծանր այդ զգացմունքը որ կա, էլի, են փսխոցին մոտիկացող, էլի, որ մարդ կարող այդ հոտից օրինակ փսխի, նա այդ դեմքը ուներ, Սերժ Սարգսյանը։ Դա համար նրա ընտրությունները ամենաբարձրն են ու ամենախայտառակը։ Ինչը չես ասի օրինակ Քոչարյանի համար։ Հիմա հեսա կասեն Քոչարյանի գովքն է անում մարդն է։ Ռոբերտ Քոչարյանը օրինակ ավելի նայվում էր տեսախցիկով։ Աշխատանքը թողնում եմ մի կողմ, ես խոսում եմ մարդկանց մեդիինի տեսակից։ Ես գիտեմ Ռոբերտ Քոչարյանը օրինակ նամանավանդ առաջին ընտրությունները չէ բանի ժամանակվա, էլի։ Ի նկատի չունեմ այդ երկրորդ սրոկը, որ ինքը նստեց, մարդկանց մի լավ մասը Ռոբերտ Քոչարյանին ձայն տվեց։ Պարզապես հիշում եք, այնտեղ Կարեն Դեմիրճյանի տղան էր մյուսը։ Իր օպոնենտը, էլի, նրա դեմքին նայում էր, հիասթափվում էր, ոնց որ դեգեներատ լիներ։ Մի աչքը այստեղ էր նայում, մի աչքը այնտեղ, էլի, մեկը հյուսիս, մեկը հարավ։ Նա խոսալ չէր կարողանում իր միտքը նույնիսկ արտահայտել, էլի։ Բայց Ռոբերտ Քոչարյանը ավելի վստահ էր զգում տեսախցիկի առջև, ժպիտով։ Հասկանում եք, մարդկանց մի հարելի զանգված պարզապես ազնիվ ձևով էլի ընտրել է Քոչարյան։ Թեկուզ եւ խախտումներ եղել են, դա առանց խախտում չի, բայց ոչ այն կարգի, ոնց որ Սերժ Սարգսյանի։ Սերժ Սարգսյանին քացով էին նստեցնում։ Զորով են բրթել են, հասկանում եք, այն ամենահզոր տրակտորով բրթեցին, որ նրան մի քանի տոկոս ձայն ապահովեն։ Մարդիկ պարզապես նրա դեմքը նայում են, հիասթափվել էին։ Մեծ որ այստեղ է մարդու մեդիինի տեսակ, էլի։ Համար Ռոբերտ Քոչարյանին ես ասեմ, Հայաստանի կանանց մի լավ մասը համակրում էին Ռոբերտ Քոչարյանին։ Նույնիսկ ասենց խոսում էին Քոչարյանը հայկական Դենիրոյա։ Հասկանում եք, կանայք համակրել են։ Եկեք ազնիվ լինենք, էլի, ինչքան էլ հիմա մենք ինձ չենք սիրում, մեր ազգի ասենց աչքի գրողն է Լև Քոչարյանը, բայց մարդը նայվում էր։ Դրա համար ես մեր քաղաքական դաշտին ընդհանուր, էլի, ժողովրդին իրանց համար որոշեցի ես հաղորդումը ձայնագրեմ, որ մի քիչ հետազոտեն այդ մեդիա կերպարներին, էլի, մարդը, այդ ստատիստիկան, նայվում է արդյոք տեսախցիկի առջև։ Ժողովրդի դուրը գալիս է որպես պրոդուկտ։ Հասկանում եք, որ կառնեն արդյոք այդ օրինակ փաթեթավորված պաղպաղակը։ Եթե մի պաղպաղակ, օրինակ մի խմորեղեն վատա փաթեթավորված բան առաջի հայացքից, արդեն մարդ հիասթափվում է։ Նույնն էլ քաղաքական գործիչն է։ Այսա որ չառաջարկեն Դավիթ Հակոբյանին, էլի, մարդ չեք գտել առաջարկեք, էլի։ Ես այդ մարդու նկատմամբ ոչինչ չունեմ, պարզապես դեմքին նայում ես շատ անտիպաթիա ես զգում, էլի, այդ արդեն այդ մարդու նկատմամբ։
Սա քո մի տեսակ հասկանում եք փոքր աչքեր, ասեն ֆիզիոգնոմիկան ունի մարդու բնավորությունը գնահատական տվող։ Այն խոսքը ասում է здоровым теле, օրինակ, բարի այդ ամեն ինչ էլի, здоровый дух։ Խեղված այդ բանի մեջ, օրինակ, մարմնի մեջ, նա միշտ նախանձ է լինում, նա միշտ ցածր ինքնագնահատական է ունենում։ Հասկանում եք, դուք տեսեք շատ անգամ են գեղեցիկ մեծ մեքենաներ որ կան, նայում եք, էլի, մեջից դուրս է գալիս մի հատ ջիվաղ, որտեղ այդ ջիվաղը այդ մեքենայի այդ գլուշիցելի ձայնի միջոցով է ինքնա գնահատական իրա բարձրացնում, էլի, այն որ իրա մեջը չկա, ինքը մեքենայով է փոխարինում։ Բայց կարող է մի հատ շատ սովորական պրիմիտիվ մեքենայի միջից մի շատ հաճելի մարդ դուրս գա։ Այս սա է, որ պետք է ուշադրություն դարձնեն մարդու տեսքին։ Այլ չընտրեն մարդու, որ սեքո սերվիզի մենեջեր ոնց որ լինի։ Թեկուզ կարող է մասից քաղաքի համար ինքը շատ լավ ու մարդեր իր քաղաքը չսիրել։ Բայց ոնց որ հուսով եմ կգնահատեք իմ այս հաղորդումը, էլի։ Մի քիչ փորձեցի շեղեմ ժողովուրդ ձեզ այս ծանր մռայլ թեմաներից, էլի։ Մի քիչ խոսացինք մեդիինի կերպարներից, որներ ընդհանուրը, Կարեն Դեմերճյանի ու Ջոն Քենեդի, Ռոբերտ ախպերներ իրա, որ ոնց են երկուսն էլ էլի, հասկանում եք, նույն ձև մահացան, Գամարեձևի մահն էլ իրանց անմահացրեց, էլի մի տեսակ, բայց երկուսն էլ եղել են, նա Ամերիկայի, իսկ Դեմերճյանը Հայաստանում, առաջին մեդիինի քաղաքական գործիչները, այսպեսի գնահատական դեռ ոչ մեկ չի տվել, ես տամ, առաջինը նա եղել, Կարեն Դեմերճյանը, մեր Հայաստանի պատմության մեջ, բայց ինչպես և Քենեդին, որպես քաղաքական ժառանգություն ոչ մի նորմալ բան չի թողել, դա է, կաշառակերություն, քավոր սանիկ այդ ամեն ինչ, այդ կապեր, կրիմինալը սերտաճած իշխանությունների հետ, այն ժամանակ սկսեցին արդեն այդ գողական բարգեր, գաղափարներ, էլ այդ ռեկետ, եթե հիշում եք, կային փայլակ այն ժամանակ, այդ այդ էպոխան էր, բայց մարդիկ մեկ է, սիրում են դեմքը, ու հիանում են տեսքով, այսքանը, սովայ եմ հաղորդումը, երևի, եթե հավանեցինք, գնահատեք, գրեք ձեր կոմենտարյաները, ճիշտ եմ արդյոք, թե ոչ։ Սա ապաքաղաքական էր, նայեք, սա ընդհանրապես ոչ մի բևեռին առանց հարող, սա նեյտրալ հաղորդում էր, պարզապես մեդիա կերպարների մասին, ես նույնիսկ բառի հայերեն թարգմանությունը չգիտեմ ոնց է ճիշտ։ Շնորհակալություն։